Սիրելիներ, միայն անունով չլինենք քրիստոնյա, երեխայի սրտում ցանենք բարձր արժեքներ, չսովորեցնենք հարմարավետություն և թույլ չտանք ծուլանան։ Իսկական քրիստոնյա մեծացնենք, առանց կամակորության, եսամոլության, և դա կօգնի կյանքում ունենալ համերաշխություն և լավ շրջապատ։ Աստված մեզ ծնողներ է դարձրել, որ հոգ տանենք, խնամենք, կրթենք և դաստիարակենք մեր երեխաներին։ Յուրաքանչյուր մարդ ունի իր առաքելություն այս կյանքում։ Ոչ բոլորն են ծնողներ դառնում, բայց յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում երեխայի զարգացման մեջ, թե հարազատը, թե ուսուցիչը, թե եկեղեցին, բայց միայն ծնողներն են պատասխանատու իրենց երեխաների կրթության և դաստիարակության համար։ Եվ այն ծնողները, ովքեր առաքինաբար չեն դաստիարակի իրենց երեխաներին, կպատժվեն ոչ միայն իրենց մեղքերի, այլև իրենց երեխաների մեղքերի համար։ Ծնող լինելը նաև զոհաբերություն է։ Աստված մեզ պարտադրում է սերնդեսերունդ փոխանցել Աստծո խոսքը։ Եվ որպեսզի կարողանանք լավ օրինակ լինել, նախ մեր սրտում պետք է լինի, որ սերմանենք։ Աստված իմաստություն է տալիս բոլոր նրանց, ովքեր խնդրում են։ Եվ աստվածային իմաստնությունը առաջնային է դաստիարակության գործում։ Չկա ավելի բարձր մեկը, քան Աստված։ Եվ Աստված ամենամեծ ուսուցիչն է։ Նա ավելի լավ գիտի մեր երեխաներին, քան մենք, մեր երեխաների թերությունները, առավելությունները, կարիքները։ Աստված ավելի լավ գիտի։ Հաճախ մայրիկները զբաղված են լինում միայն երեխաների հիգիենայով, հագուստով, սննդով, բայց ոչ պակաս կարևոր է երեխայի հոգևոր սնունդը։ Հարմար և հաճելի մթնոլորտ ստեղծենք։ Հատկապես մայրիկները պետք է տանը ստեղծեն սիրո մթնոլորտ, որտեղ երեխաները կզգան օրինակելի վարք։ Եվ Առակաց 14-րդ գլխում գրված է, որ ամեն մի իմաստուն կին շինում է իր տունը։ Հավատքի հիմքը խոսքն է, չխոսենք մեր երեխաների հետ կոպիտ կարգադրելով, մեղադրելով։ Շատ լսենք նրանց, և նրանք էլ հաճույքով մեզ կլսեն։ Որպես ծնող ունենք հատուկ հանձնարարություն։ Երեխային վստահելով Աստծուն, նրան մեծացնել մեծ սիրո մթնոլորտում։